Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ մարտական եղբայրությունից, ես Հրանտ Տեր-Աբրամյանն եմ, սա քաղաքական օրագիրն է եւ այսօր խոսելու ենք ազգային հեղափոխությունից։ Գիտեք երևի, լսել եք, որ մենք նախաձեռնել ենք մի կուսակցության ստեղծում, որի անունը կլինի հենց ազգային հեղափոխություն, դա կլինի մարտական եղբայրություն, միաբանության, այսպես ասած քաղաքական գործիքը, եւ բնականաբար, եթե այդպիսի անուն ենք դրել, շատերի համար իհարկե հարցերը դա առաջացնում, ինչու ազգային հեղափոխություն, բնականաբար դրա մասին պետք է մանրամասն խոսել, չնայած ասեմ, մենք տարբեր առիթներով նաև դրա մասին խոսել ենք եւ մեր համաժողովի ժամանակ, ուրեմն նախորդ տարվա եւ այլ առիթներով, բայց բնականաբար հիմա պետք է ավելի մանրամասն եւ ավելի համբերատար խոսել։ Միանգամից զգուշացնում եմ, որ սա բավականին կոնցեպտուալ խոսակցություն է լինելու եւ պետք է, եթե հետաքրքիր է իրոք թեման, պետք է համբերատար լսենք եւ մենք էլ մեր կողմից պարտավոր ենք, եթե մի այդպիսի ձևակերպում ուրեմն հրապարակում ենք, դաշտենք նետում, մենք պարտավոր ենք դա հիմնավորել հնարավորինս տարբեր կողմերից եւ հնարավորինս նաեւ կոնցեպտուալ։ Մի բան էլ զգուշացնեմ ու անցնեմ արդեն բուն թեմային, խոսակցությունը նաեւ շատ երկար է, ես չեմ կարծում մի հաղորդման մեջ տեղավորվեմ, դրա համար այսօր կխոսեմ նվազագույն անհրաժեշտից, այն ինչ որ ես կարծում եմ նվազագույն անհրաժեշտ է այս թեմայի շուրջ, բայց թեման ունի տարբեր ճյուղավորումներ, ըստ իրավիճակի եւ ըստ առիթի հետագայում խոսենք նաեւ այդ մյուս ճյուղավորումներից։ Հիմա, ուրեմն նախ եւ առաջ պետք է հասկանանք ինչ հեղափոխություն եւ ինչը չէ հեղափոխություն մեր պատկերացմամբ, ինչ մենք նկատի ունենք, երբ որ ասում ենք հեղափոխություն, ինչու հեղափոխություն եւ իհարկե նաեւ թեման զարգացնելով պետք է հասկանանք թե ինչու ազգային հեղափոխություն, որտեղ այստեղ էլ է հարցակում, ինչու հենց ազգային։ Ուրեմն նախ ինչ հեղափոխությունը չէ, այս պետք է անպայման սկզբում սահմանենք, որտեղ տարբեր պատկերացումներ կան հեղափոխության մասին, ոչ միայն մեր հանրության մեջ, ընդհանրապես։ Նախ եւ առաջ հեղափոխությունը սոսկ իշխանափոխություն չէ, սա պետք է անպայման միանգամից շեշտենք եւ հասկանանք, չնայած իրականում սրա մասին մենք շատ ենք խոսել, բայց այստեղ եւս մի անգամ շեշտենք, իշխանափոխությունը պարտադիր եւ անհրաժեշտ մասն է հեղափոխության, այն հեղափոխության, որի մասին մենք խոսում ենք, բայց ինքը բուն հեղափոխությունը չի, իրանով հեղափոխությունը չի ավարտվում, հեղափոխությունը իշխանափոխությունից առաջ է սկսվում, բայց հատկապես շարունակվում է իշխանափոխությունից հետո եւ ամենակարևոր մասը հեղափոխության հենց նա է, ինչը որ շարունակվում է իշխանափոխությունից հետո եւ շարունակվում է բավականին երկար։ Հիմա երբ որ արդեն ծրագրային մոտեցումներին կծանոթանանք, կհասկանանք թե ինչու երկար։ Այսինքն մի ամիս չի, մի տարի չի, դա կարա տևի ընդհանուր մինչև 1-2 տասնամյակ իր բոլոր մասերով, հա, այն ինչը որ մենք կոչում ենք հեղափոխություն։ Նաեւ իհարկե բնականաբար պետք է շեշտենք, որ հեղափոխությունը նաեւ հեղաշրջում չէ, որտեղ էսել են հաճախ շփոթում, ինչու որտեղ հեղափոխությունը ի տարբերություն հեղաշրջման ենթադրում է քիչ թե շատ լայն ժողովրդական աջակցություն այդ հեղափոխության, մասնակցություն, աջակցություն, հեղաշրջումը կարող է անել ինչ-որ մի փոքր խումբ իր նպատակներով, տարբեր մեթոդներով, բայց մենք երբ որ ասում ենք հեղափոխություն, եւ դա ուղղակի մեր սահմանումը չէ, ընդհանրապես պատմության մեջ, եթե նայենք ինչ բան է հեղափոխությունը եւ ինչ բան է հեղաշրջումը, դրանք տարբեր բաներ են եւ կարևոր տարբերություններից մեկը, ոչ միակը, բայց երևի թե հիմնականը նա է, որ հեղափոխությունը ենթադրում է լայն ժողովրդական աջակցություն։ Դա հիմա այդ լայն ժողովրդական աջակցությունը տարբեր ձևեր կարող է ընդունալ, լայն շարժում կարող է լինել ժողովրդական, չգիտեմ, նույնիսկ ընտրություններով կարող ենք համարել, որ լինում է հեղափոխություն, որտեղ այստեղ մեթոդը չի գլխավոր խնդիրը, բայց եթե ընտրությունների ժամանակ ստանում ես այդ ամենալայն ժողովրդական աջակցությունը, սա նույնպես կարող է լինել հեղափոխության սկիզբ, հեղափոխական process-ի մաս։ Սա ուրեմն քիչ թե շատ փորձեցինք սահմանել ինչ բան չէ հեղափոխությունը, մեր պատկերացմամբ, որպեսզի միանգամից այս հարցերը շփոթմունքները մի կողմ թողնենք։ Հիմա ինչու հեղափոխություն, չենք ասում, որ Հայաստանին անհրաժեշտ է հենց հեղափոխություն։ Շատ բարձ պատճառով իրական եւ բարձ հիմնավորմամբ, որովհետեւ այն խնդիրները, որոնք մեր երկրի առաջ ծառացած են, դրանք մեր խորը համոզմամբ եւ կարծում եմ շատերը կհամաձայնվենք, ամենևին էլ այն խնդիրները չեն, որոնք հնարավոր է լուծել սովորական բարեփոխումներով, սովորական փոփոխություններով, ընդ որում սովորական բարեփոխում ասելով նկատի ունենք եւ մեթոդը եւ դրա այսպես ասած տեմպը, հա, մեզ պետք է արմատական
վերափոխումներ եւ մեզ պետք են դրանք բավականին արագ տեմպով եւ վճռական։ Այս պատճառով մենք ասում ենք հեղափոխություն, որտեղ բարեփոխումը չի կարող մեր խորին համոզմամբ լինել այսօրվա մեր խնդիրների լուծումը որևէ ոլորտում, գրեթե բոլոր ոլորտների մասին է խոսքը եւ մյուսը, որտեղ խնդիրները եւ խնդիրը նույնիսկ եթե ձևակերպեն, որը էլի մեր առաջ ծառացած է, համակարգային է, այսինքն մեզ պետք է ոչ թե մի քիչ այստեղ փոխենք, մի քիչ այնտեղ փոխենք, այլ համակարգը փոխվի, մոտեցումը պետք է փոխվի, փիլիսոփայությունը պետք է փոխվի եւ համակարգերը հատ առ հատ պետք է փոխվեն։ Դրա համար նաև հեղափոխություն եւ դրա համար նաև այս երկու պատճառով նաև այդ հեղափոխությունը չի կարող սահմանափակվել զուտ իշխանափոխությամբ։ Իդեպ հղում անեմ նաև մեր մարտական եղբայրության կողմից մինչև հիմա ընդունված այսպես փաստաթղթերից, մոտեցումներից պաշտոնական, մենք ունենք քաղաքական նպատակների հռչակագիր, եթե հետաքրքիր է կարող եք ծանոթանալ մեր կայքում նաև դա կա, եւ այդտեղ նաև սահմանված են մեր այդ մեծ նպատակները, որից էլի բխում է եւ հեղափոխական մոտեցումը եւ այն թե ինչ մենք նկատի ունենք, որ փիլիսոփայությունը նույնիսկ պետք է փոխվի, ամբողջ մոտեցումը պետք է փոխվի, հա, պետականա շինության, ասեմ, քաղաքականության, ասեմ, ունենք նաև մի փաստաթուղթ, որի հեղինակը մեր ուրեմն ընկերներից, անդամներից Տերտերյան Աշոտն է եւ որը մենք թիմային քննարկել ենք եւ ընդունել ենք, կոչվում է փիլիսոփայական քայլ առաջ, դա դեռ 2022-23 թվականին մենք ընդունեցինք, հրապարակեցինք, դրան էլ կարող եք ծանոթանալ, ունենք էլի տարբեր այսպես փաստաթղթային մոտեցումներ, որ եթե հետաքրքրի է խոսակցության մանրամասները, հիմնավորումները կարող եք նաև այդտեղ նայել, մյուս բանը էլի այս հիմնավորման մասով ասեմ ու էլի անցնենք առաջ, մենք նաև խոսում ենք վերածննդի մասին, մենք ոչ թե ասում ենք ուղղակի փոփոխություն, այլ Հայաստանին անհրաժեշտ է հատկապես այս իրավիճակում, որպես պատասխան ուրեմն այս պարտվողական, ոչ միայն ուղղակի ռազմական պարտությանը, այլև նաև այս պարտվողական հոգեբանությանը, անկումային այս վիճակին, պարտության գաղափարախոսությանը, որպես պատասխան կենսունակ ազգի կողմից էգզիստենցիալ նույնիսկ այս տերմինը օգտագործեն պատասխան, մեզ անհրաժեշտ է վերածնունդ եւ վերելք որպես նպատակ դնել, այլ ոչ թե ուղղակի տենց սովորական ինչ-որ բան, եւ ինչ կապ ունի վերածնունդը հեղափոխության հետ։ Հեղափոխություն բառը հայերեն գիտեք, որ թարգմանությունն է ռևոլյուցիո բառի, լատինական բառի, եւ ռևոլյուցիո բառը ինքը նշանակում է բառացիորեն դարձ, վերադարձ, որտեղ կա էվոլյուցիո շարժում եւ ռևոլյուցիո վերադարձ, վերաշարժում, այսպես ասած, եւ զարմանալի առաջին հայացքից, որտեղ հեղափոխությունը մենք նորի հետ ենք կապում, հա, իսկ այստեղ վերադարձի գաղափարն է, բայց հենց վերածնունդ, վերադարձ դրանք իմաստով շատ մոտ բառեր են եւ մենք կարելի է ասել, որ այդ իմաստը նաեւ նախնական ռևոլյուցիո բառի նկատի ունենք որպես վերածնունդ, վերադարձ նաեւ մեր այսպես ասած ակունքներին, ինչ որ իմաստով, հա, որովհետեւ միշտ էլ շարժման մեջ, ուրեմն դինամիկայի մեջ պատմական միշտ կուտակվում են, այսպես ասած, տարբեր ավելորդություններ, երբ որ մաքրում ես այդ գետի հունը, ստացվում է վերադարձ ակունքներին, վերադարձ, վերածնունդ, նաև սա ենթատեքստով նկատի ունենք, հայերեն հեղափոխություն բառն էլ իր զուգաբանությամբ շատ հետաքրքիր, բայց հիմա այս անգամը չխորանամ, ուզում էի խորանալ, որտեղ սա շատ ավելի երկար բան կտանի, ռևոլյուցիոն մի քիչ ավելի պարզ վերլուծության ենթակա է, դրա համար այդ բառը բանալից է, բայց հեղափոխություն բառն էլ եւ հեղարմատը հատկապես այդտեղ առաջին արմատը հեղարմատն է, ինքը նույնպես շատ հետաքրքիր, սրա մասին մի օր առիթ կլինի առանձին խոսք։ Ուրեմն ասացինք, որ ինչու հեղափոխություն, որովհետեւ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, այլ ոչ թե բարեփոխումներ, եւ խնդիրները, որոնք պետք է լուծվեն այդ հեղափոխական ճանապարհով, իրանք շատ ավելի խորն են, սա էլ պետք է շեշտենք, հասկանալու համար ինչի մասին է խոսքը, շատ ավելի խորն են, քան նույնիսկ զուտ վերջին 5 տարվա խնդիրները, հա, պատերազմից հետո, որոնք ինքնին շատ լուրջ ֆունդամենտալ խնդիրներ են, շատ ավելի խորն են, քան նույնիսկ իրենց ակունքներով, քան նույնիսկ վերջին 7 տարվա, ասենք 2018 թվականից վերցած խնդիրները։ Եվ վերջին 5 տարին, իրականում սա էլ շեշտեմ, իրականում կուլմինացիան էր եւ այսպես հանգուցալուծումը շատ ավելի խորքային ընթացքի, ավելի խորքային խնդիրների նախկին սկսած Հայաստանի անկախության հռչակումից 91 թվականից կուլմինացիան էր, բայց ոչ միակ ուրեմն թիրախը,
այս ամենը, որտեղ հեշտ կլիներ, եթե խնդիրը լիներ մենակ այդ վերջի 7 տարին կամ վերջին 5 տարին, հենց ինքը շեշտում եմ կուլմինացիան է այդ ամեն ինչի, սա նաև ինչի եմ շեշտում, որտեղ իրենք գիտեք անընդհատ փորձում են ներկայացնել այդ երկու կողմերը հայկական քաղաքական այսպես ասած պայքարի այդ երկբևեռ, որ իրանք այտենց արմատապես իրարից տարբեր են, արմատապես հակադիր են, մենք խոսել ենք դրա մասին, որ այդպես չի, եւ նաեւ այստեղ ուզում եմ շեշտեմ, որ ոչ միայն արմատապես տարբեր չեն, այլև այն ինչը որ տեղի ունեցավ 2018-ից եւ 2020-ից հետո, դա ուղղակի մի դրամաբանության կուլմինացիան էր, որը սկսվել է հաստատ ոչ 2018 թվականից եւ նաեւ այսօրվա իշխանությունը իրեն երբ որ փորձում են ներկայացնել, որ իրենք ինչ որ նոր ուղի են, չգիտեմ, նոր ճանապարհ են եւ այլն, այդպես չի, ճիշտ հակառակը իրենք ուղիղ ոչ միայն շարունակությունն են նախորդ ընթացքի, այլև դրա գագաթնակետն են եւ հանգուցալուծումն են։ Հիմա եւ որպեսզի հասկանանք այդ խնդիրը, մենք պետք է սկսենք առնվազն, շեշտում եմ առնվազն 1991 թվականից, ինչու 1991 թվականից, սա շեշտում եմ այդ առնվազնը, որովհետեւ դե գիտեմ, հարցը հաստատ ծագելու կամ մեկնաբանություններ, ինչու 91 թվականից, պետք է սկսել, չգիտեմ, 1920 թվականից, մյուսը կասի 1800-ին որ թվականից, ճիշտ եք ասում, Ժողովուրդ ջան, ես որպես պատմաբան նույնպես քաջ գիտակցում եմ, որ 1991 թվականից չեն սկսվում այն խնդիրների արմատները, որոնք մենք ունենանք։ Հաստատ դրանք շատ ավելի հին են, բայց որպեսզի այս խոսակցությունը որոշակի սահմանների մեջ պահենք եւ որոշակի ժամանակի մեջ տեղավորենք, մենք պետք է դա սահմանափակենք այդ ժամանակաշրջանով, որի մեջ մենք ապրում ենք, սա այսպես կոչված երրորդ հանրապետության ժամանակաշրջանն է եւ որպեսզի մենք կարողանանք ճիշտ հիմնավորենք մեր նպատակները եւ ճիշտ ընդհանրապես նպատակներ դնենք եւ այդ հեղափոխական process-ի ճիշտ սահմանում մտանք, մենք պետք է ախտորոշենք այս ժամանակաշրջանը 1991 թվականից մինչև այսօր, ինչն է հիմնական բնորոշիչը, բնութագրիչը այդ ժամանակաշրջանի, որը մենք պայմանական, ես չեմ սիրում, բայց ընդհանրապես ընդունված է կոչել երրորդ հանրապետություն կամ անկախ Հայաստան։ Այս անկախ Հայաստանի վրա կանգ առնենք, որտեղ այստեղից սկսվում է հիմնական խնդիրը։ Խնդիրներ շատ կան, մենք կարող ենք անվերջ թվարկել, բայց պետք է փորձենք, երբ որ ասում ենք ախտորոշում, մենք պետք է փորձենք սահմանել այն ամենահիմնական ֆունդամենտալ խնդիրը, որից բխում են մնացած բոլոր խնդիրները, այս կամ այն կերպ, ուղղակի կամ մնահակի։ Եվ եթե փորձենք դա անել, մեր համոզմամբ, մեր կարծիքով, մարդկային եղբայրության կարծիքով, դա նախ եւ առաջ նա է, որ ֆորմալ իմաստով հռչակելով անկախություն, իրականում մենք հենց սկզբից էլ չենք կառուցել լիարժեք անկախ պետություն, փաստացի անկախություն մենք չենք կառուցել, չենք կառուցում նաև հիմա եւ այսա ամենահիմնական խնդիրն է, որը պետք է լուծվի, այսինքն ֆորմալ անկախություն հռչակել ենք, բայց անկախություն չենք կառուցել եւ հեղափոխության խնդիրն է կառուցել վերջապես այդ անկախությունը, անցում կատարել իրապես անկախ Հայաստանի։ Եվ հատկապես ուզում եմ շեշտեմ, որ արդեն 2020 թվականի պատերազմը սա ցույց տվեց, որ մենք իրական անկախ Հայաստան չենք ունեցել, իմ խորին համոզմամբ դա բացահայտվեց եւ հենց դա էլ մեր պարտության պատճառներից մեկն է։ Էլի չեմ ուզում հիմա շեղվել, որովհետեւ շատ երկար կարող եմ հիմնավորել այս պնդումը, ինչու եմ ասում, որ 2020 թվականի պատերազմը դա ցույց տվեց, բայց կարծում եմ այս խոսակցությունն էլ արդեն որ ծավալենք, հնդածս ավելի པարզ կդառնա այս իմ պնդման հիմնավորումը եւ եթե պետք լինի հետագայում առանձին հենց այս պնդումը կհիմնավորենք։ Հիմա, որ ասում ենք դե իրականում անկախություն չենք կառուցել եւ պետք է կառուցենք, հնչում է իհարկե շատ այսպես վերացական։ Դա ինչ բան է, ինչի իրական անկախություն չենք ունեցել եւ ինչու դա պետք է կառուցենք եւ ինչ կապ ունի դա հեղափոխության հետ։ Հիմա, որ ինչի է այդպես, որովհետեւ մեր քաղաքական խոսքում ըստ այնպես է ստացվել, որ այդ անկախությունը ուղղակի հենց բառ է որպես հնչում։ Ասում ենք անկախություն, անկախ Հայաստան, հենց գեղեցիկ բառ է, կենացներ ենք արտասանում, բայց եկան դա բառ չի սոսկ։ Շատ կոնկրետ նյութական շոշափելի բովանդակություն գոնե պետք է լիներ եւ պետք է լինի, այլ ոչ զուտ կենացների համար բառ։ Եվ այստեղ մենք պետք է իհարկե փորձենք հասկանալ ինչ բան է անկախությունը, դա է իր նյութական շոշափելի առումով։ Շատ կարճ եթե փորձեմ ձևակերպել, այո, անկախությունը ունի ֆորմալ կողմ, ֆորմալ եւ արտաքին եւ ներքին իմաստով։ Դա արտաքին իմաստով ֆորմալ կողմը նա է, որ քեզ ստանում ես միջազգային ճանաչում, չգիտեմ, մակում տեղ ես ստանում եւ այլն, դիվանագիտական հարաբերություններ, ունենում ես ուրեմն քո դրոշը, զինանշանը եւ այլն,
Եվ նաև ասենք ունենում է սահմանադրություն, որտեղ իրավականորեն կամ հռչակագիր սահմանադրություն, որտեղ իրավականորեն ձևակերպված է քո անկախությունը։ Սա ֆորմալ կողմն է անկախության։ Դա շատ կարևոր է, դա ես չեմ թերագնահատում, որովհետև ես միշտ ուզում եմ սա պնդել, կասեմ ինչի համար եմ արում, որ նույնիսկ եթե անկախությունից միայն բառն ու տառն է մնում եւ ուրիշ ոչ մի բան, միևնույն է պետք է մինչև վերջ դա պաշտպանել, մինչև վերջ դրանից կառչել, որովհետև էլի պատմությունը ապացուցում է, որ ցույց է տալիս ինչքան էլ այլ պատրանքային տեսակետներ լինել, որ իրոք առանց անկախության ոչ մի երկարատև իմաստով նաև ազգի գոյատևում չի լինում, ազգի անվտանգություն չի լինում, այդ ամեն ինչը սուտ է։ Ինչի եմ շեշտում, որտեղ իհարկե կա հակառակ տեսակետը, որը հենց փորձում է օգտվել այն իրականությունից, որ մենք իրոք ֆորմալ անկախությունից առաջ մեծ հաշվով չենք անցել, այս ինչքան տարի է անցել, արդեն 34 տարի կլրանա, չէ՞, այս տարի անկախության հռչակումից հետո եւ ասում են դե տեսեք, մեկը ֆորմալ է մեր անկախությունը, մենք իրական անկախություն չենք ստացել, հաճախ նույնիսկ օտար լծի տակ լինելով ինչ որ չափով փաստացի ավելի անկախ գուցե շրջաններ ենք ունեցել կամ ոչ պակաս փաստացի անկախ, թե նշանակում է այդ անկախությունը այդքան կարևոր բան չի, ոչ։ Նույնիսկ էլ եմ ասում, նույնիսկ ֆորմալ անկախությունից, նույնիսկ եթե մենակ տառն է մնացել, պետք է կարճել, որովհետև դա հնարավորություն է քեզ տալիս զարգացնելու, բովանդակությունը կառուցելու, բայց եթե կորցնում ես այդ ֆորմալը, արդեն հնարավորություն չունես մնացածի։ Հիմա այդ ֆորմալ կողմը հասկացանք, բայց ինչ բան է, երբ որ ասում ենք անկախությունը ունի նաև բովանդակություն, բացի այդ ֆորմայից։ Հիմա իսկ ինչ բան է անկախության բովանդակությունը։ Դա մենք սահմանում ենք հետևյալ կերպ։ Անկախության բովանդակությունը պետական, ազգային, հանրային համակարգերն են, ինստիտուտներն են, որոնք կոչված են սպասարկելու եւ ծառայելու տվյալ երկրի անկախությանը, անկախության քաղաքականությանը, ընդհանրապես տվյալ անկախ երկրի քաղաքականությանը։ Ինչ համակարգերի մասին է խոսքը։ Շատ պարզ։ Օրինակ, պաշտպանության համակարգ, անվտանգության համակարգ, կրթություն, գիտություն, եկեղեցի, ընդհանուր մինչև, չգիտեմ, տեղեկատվական համակարգ, ընդհանուր մինչև սպորտ։ Այս բոլորը շատ պարզ բաներ են, բոլորս գիտենք այս ոլորտները։ Դրանք մենք կոչում ենք ազգային, պետական, հանրային համակարգեր։ Ոչ բոլորն են պետական, դրանց մեջ նաև ոլորտներ են մտնում, որոնք հանրային են, ոլորտներ են մտնում, որոնք ինստիտուցիոնալ են կամ ոլորտներ են մտնում, որոնք ինստիտուցիոնալ չեն, բայց ընդհանուր առմամբ սրանք են այդ ազգային պետական համակարգերը եւ սրանք են անկախության բովանդակությունը, որովհետեւ դրանց միջոցով կարող է պետությունը միայն իրականացնել իր անկախ քաղաքականությունը։ Հիմա երբ որ մենք անդրադառնում ենք, թե ինչ վիճակ է մեր մոտ անկախ Հայաստանում, երրորդ հանրապետությունում կապված է ազգային պետական համակարգերի մեջ, մենք տեսնում ենք, որ դրանց մեծ մասը, ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, ոչ թե ստեղծվել են կամ ձևակերպվել են, վերաստեղծվել են այնպես, որ իրենք ծառայեն կոնկրետ անկախ Հայաստանի քաղաքականությանը, խնդիրներին, այլ դրանք կամ իներցիոն շարունակություն են սովետական Հայաստանում գոյություն ունեցող համակարգերի, կամ այդ իներցիոն շարունակության վրա ավելացել են ինչ որ առանձին այսպես չմարսված, կուրորեն ըստ էության պատճենված կտորներ կամ արևմուտքից կամ նույն Ռուսաստանից, եւ ըստ էության այսպես խառնաշփոթ բավականին ընդհանուր համակարգ է, որը չունի ինքնություն, չունի ուղղություն եւ այդպես աշխատում է ինչ որ ձևերով, բայց ինքը չի սպասարկում կոնկրետ անկախ Հայաստանի քաղաքականությունը։ Հիմա փորձենք օրինակներով տեսնենք ու այստեղ շատ ավելի այդ դեպքում հասկանալի կլինի ինչի մասին է խոսքը, վերցնենք ամենապարզ օրինակը պաշտպանության համակարգ։ Մենք հիմա արդեն բոլորս երևի թե քիչ թե շատ համաձայն ենք, քիչ թե շատ հասկացել ենք, որ այն բանակը, որը մենք կառուցել ենք երրորդ հանրապետությունում, ես չեմ ասում դա ի դեպ եղել է շատ վատ բանակ, 20 թվից եւ բանակը չի թիվ 1 մեղավորը այն պարտության, որը եղավ, բայց այդուհանդերձ բանակի հետ էլ մենք պետք է խոստովանենք, որ խնդիր ենք ունեցել, ինչ է եղել այդ բանակը, մենք վերցրել ենք ըստ էության ռուսական բանակի մոդելը կամ սովետական բանակի մոդելը, պարզապես պատճանել ենք դա Հայաստանում, մեծամասամբ հետ է եղել, եւ բնական է, որ այդ մոդելը, այդ պատճենումը, երբ որ վճռական պահը եկել է, ինքը, այսպես ասենք, ուզում եմ մեղմ ձևակերպել, բավարար չափով չի ծառայել իր նպատակին։ Հիմա որպես դրան այլընտրանք շատերը ինչ են առաջարկում, ասում են դե եկեք տեսեք ռուսականը վերցեցինք չաշխատեց, իսկ պարզ է, չէ, այս ճշտ է, որ
Ռուսական մոդելը կամ չգիտեմ սովետական մոդելը կամ թեկուզ դառնի իտալական մոդել, ինքը ոչ թե ինքներենով է լավ կամ վատ, ինքը կարող է ռուսական օրինակ պայմաններում շատ լավ էլ ծառայում է իր նպատակներին կամ չի ծառայում, դա մեծաշով իրենց խնդիրն է, բայց ինքը պետք է համապատասխանի քո պայմաններին եւ այստեղ ինքը չի ծառայում։ Հիմա այդ եմ ասում, որ շատերն էլ հիմա որպես բան լուծում ասում են դե տեսեք ռուսականը չաշխատեց, եկեք վերցնենք արևմտյան, այսինքն խորքում նույն մոտեցումն է, վերցնենք մի բան պատճենենք, վերենք մեր մոտ, բայց իրական լուծումը ինչը պետք է լինի, իրական լուծումը պետք է լինի նա, որ դու պետք է կառուցես քո պաշտպանության համակարգը համապատասխան քո պայմանների, բխեցնել դա քո սեփական փորձից, քո սեփական աշխարհագրությունից, քո սեփական դեմոգրաֆիայից, քո սեփական պատմությունից, քո ժողովրդի հոգեբանությունից եւ այլն եւ այլն։ Այդ դա կլինի իրապես հայկական բանակ, դա կլինի պաշտպանության համակարգ, որը կբխի Հայաստանի անկախությունից եւ կծառայի արդեն Հայաստանի անկախության շահերին։ Հիմա օրինակ ինչ կլիներ, եթե մենք ունենայինք կամ ունենանք իրապես այդ իմ ասած ձևով հայկական պաշտպանության համակարգ, որը կբխի մեր պայմաններից։ Բնականաբար այդ ձևի պաշտպանության համակարգը, այդ ձևի բանակը ինքը պետք է վարի այնպիսի մարտական գործողություններ եւ այնպիսի մարտավարություն կիրառի, որտեղ օրինակ մարդկային զոհերը պետք է հնարավորինս քիչ լինեն, կան այդպիսի մարտավարություններ, ինքը պետք է լինի հնարավորինս արագ, ճկուն, մոբիլ, ինքը պետք է հնարավորինս գործի այսպես անուղակի ստրատեգիայի կամ անուղակի տակտիկայի, ուրեմն կիրառմամբ, ինքը պետք է ակտիվ պաշտպանություն անպայման կիրառի, ոչ թե пассив պաշտպանություն, այլ ակտիվ պաշտպանություն, սրա մասին ենք շատ խոսել։ Ինքը պետք է լինի նախաձեռնողական եւ այլն եւ այլն։ Ինքը պետք է բաղկացած լինի համեմատաբար ավելի փոքր միավորներից, որպեսզի այդ նույն ճկունությունը, արագությունը եւ այլն ապահովի։ Սրանք բոլորը բավականին པարզ բաներ են, ինչ որ հայտնագործություններ չեմ անում։ Սա կբխի այդ բոլոր մեր հայկական պայմանները։ Եվ սա նաեւ էլ եմ ասում, շատ եմ սրա մասին խոսացել, ուղղակիորեն բխում է այն օրինակ փորձից, որ մենք ունեցել ենք առաջին Արցախյան պատերազմում, որտեղ այդ հաղթանակը մենք տարել ենք հենց մոտավորապես չեմ ասում լրիվ նույնությամբ, այդ մարտավարությամբ հաստատ մենք հաղթանակ չենք տարել, ասենք այն կլասիկ սովետական բանով, հա, մոդելներով, ասենք տանկերը կուտակում ենք, չգիտեմ, այդ տանկերը հետո գնում են առաջ եւ այլն, հաստատ մենք այդպես չենք հաղթել, չենք էլ կարող այդպես հաղթել, ոչ էլ ունենք նման հնարավորություն, բայց պարադոքսալ կերպով, երբ որ պատերազմը ավարտվում է, մենք սկսում ենք կառուցել մի բանակ, որը ոչ թե բխում է առաջին Արցախյան պատերազմի փորձից, մեծամասամբ էլի ասում, չեմ ասում բացառություններ կան, այլ մի հատ ուղղակի վերցնում են դասագրքերից, վերցնում են, այսպես ասած, ռուսական մոդելից, վերցնում են եւ կուրորեն սարքում են այս ինչ որ սարքում են եւ հետո գալիս է պատերազմը 2020 թվականի եւ մեր դեմ մեր թշնամին սկսում է կռվել այն մեթոդներով, որով մենք հաղթում ենք եւ ստացվում է հայտարարակ վիճակ, որի մասին էլի շատ խոսել ենք։ Սա ունակ պաշտպանության ոլորտում կարծում եմ པարզ է օրինակը, չէ՞։ Այսինքն նպատակը պետք է լինի այն, որ պաշտպանության ոլորտը վերափոխվի, հեղափոխվի այնպես, որ ինքը լինի իրապես հայկական, մեր սեփականը։ Եվ իհարկե, այդտեղ արդեն միջազգային փորձում, ինչը որ կա, որ համապատասխանում է այս մեր պայմանները, ինքը պետք է վերցվի, ինքը պետք է յուրացվի, բայց դա արդեն չի մի կույր պատճենում։ Դա կլինի յուրացում, որտեղ դու վերցնում ես այն, ինչը որ համապատասխան է քեզ, եւ վերցնում ես մտածված, հասկանալով սկզբում, բայց դու անպայման պետք է նպատակը ձևակերպես։ Ինչն է բխում իմ պայմաններից, հետո նոր գնաս, խնդրեմ, փոխարես ինչքան ուզում ես, որտեղ հատկապես ռազմական ոլորտում իհարկե հեծանի ֆոլինելու խնդիր չկա, ահառելի փորձ կա համաշխարհային, բայց էլ եմ ասում, նպատակը պետք է ճիշտ ձևակերպես։ Հիմա մյուս օրինակը բերենք, հա, մյուս ոլորտի օրինակը բերենք, անվտանգություն։ Միշտ այս օրինակը ես շատ կարճ եմ բերում, ասեմ հարց եմ տալիս։ Մենք ինչ ենք կարծում, օրինակ, մենք այս երրորդ հանրապետության շրջանում իրապես Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն ունեցել ենք, թե չէ։ Էլի ես չեմ ասում, հաստատ այնտեղ կան մարդիկ, նույնիսկ ամբողջ չգիտեմ բաժիններ, որոնք նվիրված են երկրին, այո, հայերեն ասեն, այստեղ խոսքը մարդկանց մասին չի, ես վստահ եմ, որ կան իրենք, գուցե նույնիսկ մեծամասնություն է, բայց խնդիրը մարդիկ չեն, խնդիրը համակարգն է, հասկանում եք, եւ ասենք, չգիտեմ, էլի եթե զուտ ասենք բանով բերենք, սիմվոլիկ օրինակներով բերենք, մի պետություն, որտեղ մինչև հիմա նշվում է դեկտեմբերի չեմ հիշում քանիսին է, չեկիստի օրը նշվում է որպես ազգային անվտանգության ծառայողի օր, հասկանում եք, այսինքն դա ինչ օր է, այդ այն օրն է, որ 1910
7 թվականի դեկտեմբերին, եթե չեմ սխալվում, թե 18, այստեղ կարող է սխալվեմ, հավանաբար 17, Վլադիմիր Իլիչ Լենինը, որպես այդ ժամանակ սովետական կառավարության ղեկավար, վարչապետ, հրաման է ստորագրում, որով ստեղծվում է այդ ՉԿ-ն, Чрезвычайная комиссия ռուսերեն, հայերեն արտակարգ հանձնաժողով, որը եւ ինքն է հետագայում սովետական այնտեղ տարբեր անուններ կրել ՆԿՎԴ, ԿԳԲ եւ այլն էական չի հիմա, եւ մինչեւ հիմա դա նշվում է որպես մեր մոտ այդ աշխատակցիով։ Հիմա հասկանք նույնիսկ եթե այդ մարդը շատ լավն են, շատ հայրենասերն են, բայց դու իրանց ասում ես քո տոնը, այ դա է, այսինքն դա ինչ ես դրանով ասում, դա դրանով ասում ես, որ սա ուրիշ պետության, արդեն գոյություն չունեցող պետության ազգային անվտանգության կառույց է։ Այս սա մեր երրորդ հանրապետությանը շատ բնորոշ սիմվոլ է, եւ սա ամենասկզբից է այդպես գնացել, ամենասկզբից այնպես արվել, որ այս խառնաշփոթը ստեղծվի։ Հիմա սա անկախ Հայաստանն է, թե անկախ Հայաստան չի, հիմա սա մեր ազգային անվտանգության ծառայությունը, թե ՉԿ-ի, ԿԳԲ-ի, ՆԿՎԴ-ի շարունակությունն է, հասկանում եք, սա այս մի օրինակ շատ չծավալվեն, բոլորը կարծում եմ հասկանում են։ Հիմա մյուս օրինակը, որ ես հաճախ բերում եմ եւ մարդիկ տարակուսում են, բայց որտեղ ինքը տենց ակնհայտ բան չի, էլի ոնց որ պետական ինստիտուտ չի կամ նույնիսկ հանրային ինստիտուտ չի, քաղաքական դաշտ։ Բայց քաղաքական դաշտը ինքը այո ինստիտուտ չի, բայց ինքը երկրի ինքնիշխանության կարևորագույն մասերից է, մենք սա էլ պետք է գիտակցենք։ Դա տենց ուղղակի ինչ որ կամայական բան չի, որտեղ ով ինչ ուզում ոնց պատահի պետքա իրավիճակ զարգանա։ Եվ սա մենակ մեզ ընդհանրապես եթե նայեք նույնիսկ ամենաայսպես ազատ դեմոկրատական երկրների ցանկացած երկիր լինի, թե երկրների միություն լինի, հա, օրինակ Եվրամիության, պես ինքը որոշակի սահմաններ ունի իր քաղաքական դաշտի համար։ Այո, դու ազատ մարդ ես, բայց բաներ կան, որոնք թույլատրված չեն, կամ եթե ասենք թույլատրված են, չգրված օրենքներով դու չես կարող ասենք լինել ինչ որ տեսակետների կրող կամ լինես ինչ որ ազդեցությունների կրող եւ հայտնվես այդ քաղաքական դաշտի կենտրոնում։ Հիմա այդ կանոնները որքանով կարողանում են պահել, որքանով չէ, բայց ցանկացած համակարգ քաղաքական, նույնիսկ ամենաազատ, ինքը սահմաններ դնում է իր, որ ինչի է դնում, որովհետեւ քաղաքական դաշտը, այո, ինքը պաշտոնապես չլինելով ինստիտուտ, ինքը երկրի ինքնիշխանության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Հիմա նաև ես հաճախ բերում եմ օրինակ Իրանի Իսլամական Հանրապետություն, հա, որտեղ այնտեղ էլ բավականին մրցակցային քաղաքական համակարգ է իրականում, հա, այնտեղ ընտրությունները իրական են, տարբեր քաղաքական կուսակցություններ կան, տարբեր ուղղություններ կան, տարբեր գործիչներ կան, լավ թեժ իրար հետ մրցում են, բայց սահմանադրված։ Իսլամ, իրանց սահմանը իսլամն է։ Եթե դու իսլամ ես, քաղաքական իմաստով իսլամ ես, այլ ոչ թե ուղղակի կրոնական, դու կարող ես լինել ձախ, աջ, չգիտեմ ինչ ուզում ես եղի։ Բայց եթե դուրս ես իսլամից, այդ քաղաքական համակարգի մեջ դու տեղ չունես։ Սա էլ եմ ասում հիմա ոչ թե տվյալ դեպքում այդ իսլամական համակարգին բնորոշ բան է, դրա համար եմ օրինակը բերում, այլ ցանկացած քաղաքական համակարգ այդպես է գործում, նույնիսկ ազատները, բայց չեմ ասում անազատների մասին, դրանք մեզ այդքան չեն հետաքրքրում, որովհետև մեր երկրի քաղաքական ավանդույթը ամեն դեպքում ես վստահ եմ, մարտական եղբայրության մոտեցումները դա ազատություն է, ընդհանրապես մենք ազատ մարդկանց ազգ ենք, հայկից դեռ սկսած եւ պետք է լինենք մինչեւ սա մեր ինքնությունն։ Հիմա քաղաքական դաշտը, մեր քաղաքական դաշտը էլի հիմնավորման կարիք կարծում այսօր հատկապես արդեն չունեմ, կարող մի 10 տարի առաջ դա մի քիչ այդքան ակնհայտ չէր, բայց այսօր բոլորի համար է կարծում ակնհայտ, որ ինքը իր հիմնական կենտրոնական մասով ըստ էության օտար ազդեցությունների ուղղակի, նույնիսկ ոչ թե անուղղակի, այլ ուղղակի օտար ազդեցությունների մի հատ բնագավառը եւ հակառակն է մեր մոտ, այսինքն եթե դու զուտ հայկական ռեսուրսի վրա ես փորձում հիմնվել, հայկական հողի վրա ես փորձում հիմնվել, դու հայտնվում ես ավելի մարգինալ դիրքում, իսկ եթե դու օտար ազդեցության տարածողն ես, դու ավելի կենտրոնական դիրքերում ես հայտնվում։ Սա մի խնդիր է, որը անպայման պետք է լուծվի։ Ես օրինակ հիշում եմ 2018-ին, երբ որ նոր էին արել այս իրենց այսպես կոչված հեղափոխություն, եւ դեռ որոշակի հույսեր կային, որ կարող է մի բան փոխել իրոք, ես իմ խոսակցությունների մեջ նաև իմ ծանոթների, ընկերների հետ, որոնք այդ կառավարության մաս էին կամ իշխող թիմի մաս էին, ասում էին, որ սա խնդիր է, որը դուք պետք է լուծեք։ Իրանք շատ զարմանում են, ասում որ դա էլ մենք պետք է լուծենք, բայց ինչ պետք է անենք։ Այո, դա էլ պետք է լուծվի։ Իհարկե, այստեղ ձևերը երկրորդ հարցն է, մենք կարող ենք դրա մասին խոսել մի օր։ Խոսքը բնականաբար նրա մասին չի, որ դու ասենք, չգիտեմ, փագես ինչ որ կուսակցություններ, ազատությունները խախտես եւ այլն, ոչ, պետությունը կարող է պայմաններ ստեղծել, այնպիսի պայմաններ ստեղծել, դա նույն քաղաքական ձևեր կան, նույն
որպեսզի դու ոչ օրենք խախտես, ոչ ազատություն խախտես, բայց այնպեսի պայմաններ ստեղծես, որ քո մոտ քաղաքական դաշտը լինի հիմնականում Հայաստանը կենտրոն, այսինքն հայկական այն մարդիկ, որոնք հայկական ռեսուրսի վրա են հիմնված եւ Հայաստանը կենտրոնն են իրենց գաղափարախոսությամբ կենտրոնական դիրքում, իսկ մարդիկ, որոնք տարբեր օտարազդեցությունների գործականներ են, անխուսափելի է կարծում եմ նա մեր նման երկրում են, նույնիսկ մեզանից շատ ավելի մեծ երկրներ, որ կլինեն, դրանք պետք է մարգինալ դիրքում հայտնեն։ Դրա համար պետությունը կարող է իր քաղաքականությամբ այդ պայմանները ստեղծել, որպեսզի արդեն քաղաքական դաշտում այս վիճակը լինի, բայց առանց այս խնդրի լուծման, էլի մենք լիարժեք ինքնիշխան պետություն չենք կարող ունենալ։ Ինչպես դու կարող ես լինել լիարժեք ինքնիշխան, եթե քո մոտ իշխանության հավակնորդների մեծ մասը օտարազդեցության գործականներն են, ինչ ինքնիշխանության կամ ինչ անկախության մասին խոսք կարող է լինել, բովանդակային անկախություն։ Հիմա էլի կարող եմ օրինակներ բերեմ, երևի այս օրինակներով այս թեման ամենահեշտն է բացվում։ Ինչ հարազատ ոլորտից օրինակ բերեմ, պատմագիտությունը կարող է թվալ, այլ պատմագիտությունը ինչ կապ ուներ, շատ մեծ կապ ուներ, երևի գիտեք իմ տեսակետը, որ կամ դա մենակ իմ տեսակետը չի, պատմագիտությունը ընդհանրապես քաղաքականության հիմքն է, քաղաքական գիտակցության հիմքն է, եւ գաղտնիք չի, որ այն հայոց պատմությունը, որը մենք մինչեւ հիմա էլ ունենք, մեծ հաշվով դա այն հայոց պատմությունն է, որը ձևակերպված է հիմնական իր այսպես ասած պատումները, ուղղությունները այնպես է ներկայացվում, ձևակերպված է ոչ անկախ Հայաստանում, ձևակերպված է դեռևս սովետական շրջանում եւ ձևակերպված է այն պետության քաղաքական շահերի տեսակետից, որի մասն ենք մենք եղել։ Սա գաղտնիք չեն բացահայտել։ Եվ երրորդ հանրապետությունում անկախ Հայաստանի շրջանում մեծ հաշվով չի եղել ջանք քաղաքականություն համակարգված, որ այս վիճակը փոխվի։ Ինչ որ բաներ բնականաբար փոխվել են, բայց էլի ստացել ենք նույն էկլեկտիկ վիճակը։ Մի քիչ սովետական, ոչ թե մի քիչ, այլ հիմքում սովետական, վրայից ես միշտ ասում եմ մի քիչ ազգային ազատագրական աղուբի բար, որ մի քիչ տենց համ գա, եւ ասենք մի քիչ էլ արևմուտքից էլի փոխառած ինչ որ կոնցեպցիաներ, էլի տենց խառախուռը այդ մի հատ sense բան է դառնում, բայց դա չի դառնում պատմագիտություն, որը պետք է սպասարկի մեր հանրության շահերը։ Տեսեք օրինակ ասենք նույն ասենք չգիտեմ այդ էկլեկտիզմը որ պատկերացնենք էկլեկտիզմ հասկանում եք չէ ասենք խառ արհեստական խառն ասենք նույն օրինակ դասագրքի մեջ կամ չգիտեմ ակադեմիական հատորի մեջ հայց պատմության մի գլուխ կարող եք կարդալ լրիվ sense ասած դաշնակցական շարադրանքով օրինակ առաջին հանրապետությանը վերաբերող հիմնականում անցնում ես սովետական Հայաստանի բառացիոն մի տարի անցնում սկսում է շարադրել սովետական բանով շաբլոնով, ինչը որ սովետական դասագրքեր գրված է, մի քիչ փոխում է այս կոմենկում, հիշատակում է, ասենք, ստալինյան բռնաճնշումներ, դե որը սովետի վախտել էին հիշատակում, բայց ընդհանուր պատմումը գնում է սովետական։ Եվ սա չի կարող լինել օրգանական պատմություն, որտեղ ասենք չեն կարող այդքան իրար հակասող կտորները ուղղակի բռնես իրար sense ասած կցես ու ստանաս պատմություն։ Հիմա ստե մի հատ ուրիշ կարևոր հարց էլ կա, որ սա ասում են դե տես հիմա դու ինչ ես ուզում ասես, որ Սովետը օրինակ մեր պատմությունը կեղծել է, հիմա մենք է վերցնենք մեր պատմությունը մեր ուզած ձևով կեղծենք, ոչ։ Այստեղ շատ կարևոր է, ես սա շատ եմ ասել, բայց էլ եմ ուզում շեշտել, ճիշտ հակառակը, որովհետև երբ որ դու անկախ պետություն ես եւ ուզում ես անկախ քաղաքականություն վարել, քո համար գերկարևոր է եւ կենսական է, որպեսզի քո պատմությունը լինի ոչ թե կեղծված, այլ ճշգրիտ, որտեղ դու այդտեղից ես վերցնում քո քաղաքական, ասենք, գիտակցությունը, ինչքան դու ճշգրիտ փորձես վերականգնել, անկախ նրանից, որ հաճախ ճշգրիտը այդքան էլ հաճելի չի լինում։ Ինչքան ճշգրիտ ես փորձում, ինչքան գիտական ես փորձում, այդքան ինքը քեզ պրակտիկ ավելի օգուտ է բերում։ Էսա խնդիրը։ Դրա համար անկախ ազգի համար կենսական է դա, ոչ թե կեղծելը, այլ հակառակը։ Իսկ եթե դու օտար տիրապետող է, իր համար բնականաբար կեղծելը նույնպես կենսական է, որտեղ ինքը քեզ պետք է ուղղորդի, քո քաղաքական այսօրվա բանը կողմնորոշումը պետք է ուղղորդի եւ դրա համար ինքը պետք է այնպես խմբագրի քո պատմությունը, որ իրեն ձեռը դուն եւ այստեղ կենսական է հակառակը կեղծիք։ Հիշեցնեմ նաեւ, որ դուք կարող եք մասնակցել մեր ընդհանուր գործին կամ աջակցել մեր ընդհանուր գործին, մենք նախընտրում ենք մասնակցել տերմինը տվյալ դեպքում այդ մասնակցության ձևերն էլ ես շատ անգամ ասել եմ, դա սկսած լայքերից, տարածումից մեր նյութերի, հիմա հատկապես դա կարևոր է, որտեղ գիտեք մեր YouTube-ը օրինակ ստիպված ենք 0-ից զարգացնել, ես շատ կարևորում եմ նաև խնդրում եմ, եթե դժվար չի, այսպես ասած, մեր Telegram ալիքին գրվեք, որովհետև դա համենայնիվս համեմատաբար ավելի անվտանգ եւ ապահով տեղն է,
YouTube փակողը վաղը էլի կարա YouTube-ը փակի, շատ հնարավոր է Facebook-ն էլ փակի եւ այդ դեպքում կմնանք մենք Telegram-ի հույսին, իսկ Telegram-ի մեր ալիքում այս պահին 700 մի քանի այսպես գրանցված կա, համեմատած Facebook-ի օրինակ 15 քանի հազարի հետ, YouTube-ը դեռ նոր է աճում, ժամանակին 4 քանի հազար ունենք եւ խնդրում եմ այս Telegram-ի վրա եթե դժվար չի ուշադրություն դասենք, բոլոր նյութերը, որ Facebook-ում, YouTube-ում, կայքում դրվում են, Telegram-ում էլ դրվում, հա, իդեպ կայքն էլ չմոռանանք, ես գինեմ, որ կայք հայցելողներ հիմա քիչ են, բայց ամեն դեպս այնտեղ էլ նույն տեսանյութերը դրվում են, չէ՞, նույն տեսանյութերը դրվում են, ես անկեղծ ասեմ, ես հաճախ նույնիսկ չեմ հասնում հետևել մեր հարթակներին, փառք Աստծո, մեր այդ տեղեկատվական խումբը ընտիր աշխատում է, ես կարող եմ նույնիսկ չիմանալ ինչա մեր մոտ տեղադրվում, ոչ միայն ես էլ, ասենք շատերս, այդ այսօր կարևոր այդ խնդրանքը ունեմ, նաև Patreon-ի մասով խնդրում եմ, իրոք միացեք, իրոք կարևոր է դա մեզ համար, որովհետև նաև քանի որ այդտեղ պարբերական է այդ նվիրատվությունները, մենք դրա շնորհիվ կարողանում ենք քիչ թե շատ պլանավորել մեր կանխատեսել մեր ուրեմն բանը, ապագան եւ պլանավորել եւ մեր գործողությունները եւ եթե ինչ որ ծախսեր կան հավելյալ, այդ հավելյալ ծախսերը դրանք միշտ լինում են ինչ որ ձևի ապահովել։ Եվ նաեւ ես ուզում եմ ասեմ, որ ես միշտ ասում եմ կարող եք այցելել մեր գրասենյակ, ներգրավել մեր գործունեության մեջ, ուզում եմ այսօր դա էլ շեշտել մեր աշխատանքային խմբերը բավականին ակտիվ աշխատում են եւ հիմա կա միտում, որ նաեւ լայնանան այդ աշխատանքային խմբերը, լայնանա այդ աշխատանքը եւ այստեղ ներգրավումը ես ասեմ, պարտադիր չի, որ դուք լինեք մարտական եղբայրության անդամ, բացի քաղաքական խմբից, մնացած բոլոր խմբերի աշխատանքներին մասնակցում են նաեւ մարդիկ, որոնք մարտական եղբայրության անդամ չեն, մեր կանոնադրությունը դա թույլատրում է, որ մասնակցություն լինի մեր ընկերների, մեր համախոհների, դա եւ ծրագրերի մշակման խումբն է, դա եւ տեղեկատվական խումբն է, հիմա նաեւ ֆինանսական խումբն է, ոնց որ ակտիվանում, այս քանի օրը հավանաբար նաեւ փոքրիկ վերլուծական խումբ ունենք, այդ վերլուծական խումբն ենք ուզում վերակառուցենք, վերագործարկենք եւ ըստ նաեւ ասենք մարդկային ռեսուրսի, որտեղ մարդկային ռեսուրսը սահմանափակ է, եթե ավելի ներգրավում լինի, մենք ավելի տարբեր ուղղություններով կարող ենք նաև այդ խմբային աշխատանքները լայնացնել, այնպես որ սա էլ նկատի ունեցեք, որ եթե ուզում եք մասնակցեք, դուք կարող եք ուղղակի ներգրավել եւ պարտադիր չի դրա համար տենց ինչ որ շատ բարդ sense ասած պայմաններ դրա համար չկան։ Ձեր գաղափարականությունն է կարևոր, ձեր կարողություններն են կարևոր տարբեր եւ ձեր ցանկությունը ու ժամանակը։ Իսկ հիմա վերադառնանք մեր խոսակցությանը։ Այս թեմայի կարևորությունը որտեղից երևում է առաջին հայացքից կարող է թվալ բան ոչ այդքան կարևոր 2020 թվականի պատերազմը եւ դրանից նախորդող դրան դեպքերը օրինակի համար եթե մենք ունենայինք այն պատմագիտությունը որը պետք է ունենար անկախ Հայաստանը մենք 2020 թվականի պատերազմի ընդառաջ շատ ավելի ճիշտ կհասկանանք եւ կգնահատենք իրավիճակը որովհետեւ մենք կտեսնեինք կհասկանանք որ սա շատ մոտ է 1920 թվականի իրավիճակին եւ ոչ միայն 1920 թվականի, ես եթե հետեւել եք ռուս-թուրքական վանդակում, բերել եմ ցույց եմ տվել, որ դա կրկնվող իրավիճակ է 1920 թվականին շատ վառ է արտադրվել, բայց պատմության մեջ էլի մի քանի անգամ կրկնվել են այդ ռուս-թուրքական ցիկլերը, այդ ցիկլերի մի մասն է ռուս-թուրքական թշնամանքը, մյուս մասը ռուս-թուրքական դաշինքներն են եւ դրանք ոչ թե մեկ անգամ են կրկնվել, որ մեկ ասի պատմականությունը, դրանք մի քանի անգամ 19-րդ դարի սկզբից մինչև հիմա կրկնվում են։ Եվ մենք հիմա ապրում ենք այդ ցիկլի հերթական այն հատվածում, որտեղ ռուս-թուրքական դաշինք տրամաբանությունն է գործում եւ հատկապես դա վառ արտահայտված էր 2020-ին։ Եթե մեր պատմագիտությունը եւ դա պարտավոր էր դա վերհանել անկախ Հայաստանի պատմագիտությունը, կարևորագույն իր խնդիրներից պետք է լիներ, հենց որ սովետական միությունը փլուզեց, որտեղ պարզ է սովետում դա հնարավոր չէր, հենց որ վերականգնվեր, մենք 2020 թվականին մեր հանրությունը լրիվ այլ քաղաքական գիտակցություն կունենար, լրիվ այլ կերպ կհասկանար իրավիճակը եւ լրիվ այլ կերպ կարող էր կողմնորոշվել, բայց մենք դա չունենք եւ մենք եկանք 2020 թվականի պատերազմին, պատերազմը արդեն ծավալվում էր եւ մեր հասարակության զգալի մասը դեռ հավատում էր լրիվ ուրիշ բանի, մտածում էր, որ Թուրքիան առանց Ռուսաստանի համաձայնության կարող է այդտեղ միջամտել, որ այդտեղ պանթուրքիզմի խնդիր է լուծում, նույնիսկ Անգեզուրի միջանցքի թեմը, մինչև հիմա մարդկանց ասում են պանթուրքիզմի միջանցքը,
դե պանթուրքիզմի միջանցք է, բայց որի գլխավոր գերագույն հովանավորը Ռուսաստանն է, եւ դա նորություն չի, դա նույնը կրկնվել է, ասենք 1920-21 թվականին Նժդեի ամբողջ կռիվը այդ Զանգեզուրի միջանցքի դեմ էր, որը իրեն պարտադրում էր ռուսական Կարմիր բանակը։ Եթե մենք այս ամեն ինչը իմանայինք, մենք լրիվ այլ քաղաքականություն կունենայինք, հասկանում եք, ինչ կան կարևոր է։ Հիմա ինձ հուշեցին, որ ես արդեն 40 րոպե խոսել եմ, ես ճիշտ այս անգամ բացարձակ չզգացի, եւ անվերջ կարող եմ այս օրինակները բերեմ, ես դեռ մտածում եմ եկեղեցու օրինակով խոսենք շատ հետաքրքիր օրինակ, տեղեկատվական դաշտի օրինակով եւ շատ այլ օրինակներ, բայց կանկառնեմ այսքանի վրա։ Իդեպ այս վերջերս մեր գրասենյակում մի հատ միջոցառում արեցինք, էլ այս անկախության բովանդակության թեման ներկայացրեցինք, այնտեղ որոշ բաներ այլ կերպ եւ ավելի մանրամասն եմ ձևակերպել, եթե հետաքրքիր YouTube-ում կա, կարծեմ լայվի ֆորմատով է, կարող եք նայել, եթե մանրամասները հետաքրքիր են։ Հիմա բայց այստեղ ուրեմն մենք արդեն ամփոփենք այս խոսակցությունը, հասկանալի է արդեն երևի, որ այս համակարգերի մասին է խոսքը, երբ որ մենք ասում ենք անկախության բովանդակությունը պետք է դեռ կառուցվի, այսինքն այս համակարգերը եւ վերած օրինակները եւ մյուս բոլոր համակարգերը, որոնց օրինակները չասեցինք, պետք է վերակառուցվեն, հեղափոխվեն, որտեղ իրենք ընդհանրապես չեն համապատասխանում իրենց այդ կոչմանը եւ ինչքան ժամանակ անցնում է այդ իներցիան ավելի ուժեղանում, արմատապես վերափոխվեն այնպես, որ սկսեն ծառայեն անկախ Հայաստանի շահերին, որ բխեն անկախ Հայաստանի պահանջներից, սա մենք կոչում ենք անկախության բովանդակության կառուցում, եւ սա մեր ասած ազգային հեղափոխության կարևորագույն, էլի միակը չի, բայց կարևորագույն հատվածն է, կարևորագույն կոնցեպտուալ մասն է եւ կոնցեպտուալ հիմա հետագայում կդառնա անպայման գործնական նաեւ, եւ սա է պատճառը, որ մենք ինչ ենք սա կոչում ազգային հեղափոխություն։ Ես ամենասկզբում ասի պետք է հասկանանք նաեւ ինչու ազգային։ Ազգային, որովհետեւ խոսքը անկախության կառուցման մասին է։ Իսկ երբ որ մենք ասում ենք ազգային, ասում ենք ազգայնականություն, մենք ասելով մարտական եղբայրությունը եւ մեր գաղափարախոսության մեջ դա ամրագրված է, ազգայնականությունը նախ եւ առաջ ազգի անկախության, ինքնիշխանության ձգտում է։ Մնացած ամեն ինչը բխում է սրանից եւ առանց դրա ազգայնականություն չկա։ Դա որ ազգային հեղափոխություն, որովհետեւ ազգի անկախության, իրական անկախության կառուցմանը ուղղված հեղափոխություն։ Սա այն է, ինչը որ պետք է արվեր 1991-ից սկսած, որովհետեւ եթե այն հեղափոխությունը, որ 1988-ին սկսվեց Հայաստանում, իսկ դա հեղափոխական շարժում էր, եթե ինքը իր ոնց որ էությանը համապատասխաներ, իրոք վերածվեր ազգային հեղափոխության, բայց կես ճանապարհին մնաց չարեցին, գալով իշխանության, գիտակցված քաղաքականություն հիմա հետադարձայացկով հատկապես դա պարզ է, վարվեց, որպեսզի այդ իրական անկախության process-ը հնարավորինս արգելա փակվի, հնարավորինս դանդաղեցվի, հնարավորինս ֆորմալ բնություն, դա հստակ գիտակցված քաղաքական որոշում էր, որպեսզի այսպես ասած նաև չջղայնացնենք Մոսկվային, հիմա դա հիմնավորում են այն ժամանակ պատերազմով, էական չի։ Ճիշտ էին հիմնավորում, սխալ էին հիմնավորում, նույնիսկ այդ մեջ չխորանանք, բայց փաստն այն է, որ գիտակցված դա կանգնեցվեց, գիտակցված այդ process-ը եւ ազգային անվտանգության ոլորտում, եւ պատմագիտության իդեպ ոլորտում, եւ մյուս բնացած բոլոր ոլորտներում գիտակցված չտարվեց այդ ուղղությամբ եւ նաեւ բանակաշինության ոլորտում գիտակցված ընդունվեց այդ սովետական մոդելը բանակի։ Այս ամեն ինչը քաղաքականություն է եղել, ոչ թե պատահականություն, ոչ թե չհասկանալու արդյունք։ Սա այն է, այսինքն անավարտ է մնացել եւ մենք հիմա պետք է ավարտենք, եթե իրոք անկախ Հայաստան ենք ուզում կառուցել, որտեվ չարեցինք դրա ժամանակին, սա այն է, ինչը որ պետք է 2018-ի բխեր, եթե դա լիներ իրական հեղափոխություն, այլ ոչ թե զուտ, դա նույնիսկ իշխանապողություն էլ չէր վերջնական իմ կարծիքով, բայց պայմանական կոչենք կիսաիշխանապողություն, այսպես ասենք, հա, եթե իրոք հեղափոխություն էր, սա էր լինելու հեղափոխությունը, բայց չեղավ, եւ սա այն է, ինչը որ մենք պետք է անենք, մյուս առումները ազգային հեղափոխության առանձին խոսանք, սրա մեջ մտնում է նաեւ այն ինչ որ երևի թե առավել պոպուլարն է մարտավարությունը ազգային հեղափոխությանը, որտեղ սա կոնցեպտուալ մասն է, ըստ մարտավարական հարցեր իշխանություն գալուց հետո այդ ազգային հեղափոխական կառավարությունը ինչ պետք է անի, օրինակ անօրինական կուտակված կապիտալի հետ, ինչ պետք է անի տարբեր հատկապես պատերազմի ժամանակ իրենց այսպես եւ պատերազմից հետո իրենց
ոչ այսպես չեմ ուզում դավաճանականը բանան եմ օգտագործեմ այն իմաստով, որ դա պետք է իրավական ձևակերպումի վերջո լինի, հա, բայց այսպես ասենք ոչ շատ մեղմացված հատուկ եմ հիմա ասում, ոչ հայրենասիրական ձևով, հա, ասենց ասենք պահածի, ինձ տարբեր քաղաքական ուժերի հետ պատիժների մասին հարցը եւ այլն, որ սա էլ ազգային հեղափոխության մեջ պարտադիր մտնում։ Սրա մասին էլ կխոսենք իր ժամանակին եւ շատ այլ քայլեր։ Սա մարտավարական մասն է, նույնպես ազգային հեղափոխության, կա նաեւ գաղափարական մասը, սրա մասին չգիտեմ, միգուցե առանձին մի օր խոսանք, որովհետեւ ազգային հեղափոխականը նաեւ այն իմաստով ենք օգտագործում, որ ազգայինը պետք է նաեւ կապենք եւ ոչ մի նույնացնել չէ, բայց պետք է կապենք առաջադիմության հետ, որտեղ հաճախ փորձում են ազգայինը կապել հետադիմական ինչ-որ բանի հետ, ոչ այդպես չի, մենք այդ հեղափոխական բառով նաեւ սա ենք փորձում շեշտել, եւ կա պատմական մասը, որտեղ հայկական հեղափոխություն տերմինը նոր տերմին չի, 19-րդ դարի վերջից կա եւ ինչ է դա ինչի համար է հիմա լրիվ մոռացված է, բայց մենք նաեւ դա նկատի ունենք, դա համար ասի 91 թվից առնվազն, բայց իրական շատ ավելի լայն բանով ենք մենք վերցում, այս իմաստով մենք մեր այսպես ասած գաղափարական նախահայրը նոր ժամանակներում իհարկե հին ժամանակները հիմա էլի չեմ վերցնում, այդտեղ էլ մենք ունենք գաղափարական նախահայր, բայց նոր ժամանակներում համարում ենք Միքայել Նալբանդյանին եւ հետո արդեն մյուսներին իհարկե նաեւ Գարեգին Նժդեհն է այդտեղ, մնացած բոլորն այդտեղ, բայց նախահայրը ազգային հեղափոխության Միքայել Նալբանդյանն է, սրա մասին են մի օր եթե առիթինի խոսենք, այս հիշատակեցի, որպեսզի հասկանանք եւ պատկերացնենք, որ երբ որ մենք ասում ենք ազգային հեղափոխություն, մենք տենց ինչ որ հենց այնպես բառակապակցություն չենք արտասանում, երբ որ մենք մի բան ասում ենք, դա հիմնավորված է եւ պատմականորեն, եւ գաղափարական իմաստով, եւ քաղաքական իմաստով, եւ նաեւ մարտավարական իմաստով, այս ամեն ինչի մասին կխոսենք, այսօր շնորհակալություն շատ ուշադրության համար, եթե մինչև վերջ լսեցիք, հասկանում եմ, որ մի քիչ բարդ թեմա էր, մի քիչ էլ ես կարծում եմ հատկապես այդ մեջտեղի մասերն ես մինչև վերջ լավ չբացեցի, բայց էլի կփորձենք, այնպես որ շնորհակալություն ուշադրության համար եւ կհանդիպենք մյուս անգամ։